Բարի լույս բոլորին, ուրախ առավոտ ենք ցանկանում ձեզ եւ մաղթում, որպեսզի նախատոնական ու տոնական տրամադրությունը լինի յուրաքանչյուր վայրկյանին, օրվա յուրաքանչյուր պահի։ Մենք ենք Սուրենը, Սոնան Ալդրինեն ու լավ տրամադրությունը։ Բարի լույս շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը սկսում է իր տոնական առավոտը 2025 թվականը կամաց ճանապարհում ենք միասին, առաջարկում ենք որպեսզի միանաք մեզ հետ միասին սկսեք ձեր առավոտը եւ ունենաք լավ առավոտ։ Իդեպ օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին աշխատում են, հատկապես բժիշկներին, ոստիկաններին, պետական ծառայողներին, ովքեր ապահովում են մեր անվտանգությունը եւ իրենց ծառայությունն է ի նպաստ Հայաստանի Հանրապետության։ Իսկ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր շատ մեծ ու կարևոր նվերներ են պատրաստում ինձ համար։ Շնորհակալ եմ ձեզ։ Եվ իհարկե փորձեք այդ նվերների մեջ նայել տարբեր տրամադրությունը։ Իսկ եթե մի քիչ տրամադրության պակաս կա, ապա փրփրուն ռոզե բրիզը ձեզ իհարկե կգոհացնի եւ ամանորի գիշերը կկատարվեն բոլոր երազանքները, որոնք կպահեք հաստատ։ Իդեպ Իջևանի գինու գործարանը այս օրերին տոնական տաղավարով ներկայացված է Հանրապետության հրապարակի հարակից պուրակում։ Այստեղ կարող եք ծանոթանալ Իջևանի գինու գործարանի արտադրանքի ամբողջ տեսականուն, վայելել տոնական մթնոլորտը եւ ընտրել գեղեցիկ նվերներ ձեր սիրելիների համար։ Իդեպ տաղավարը գործելու է մինչև հունվարի 14-ը։ Ողջույն, նախ ուզում եմ բոլորի գալիք տոները շնորհավորեմ։ Այստեղ հրապարակին մոտ մենք ներկայացնում ենք մեր արտադրանքը, թե ալկոհոլային, թե պացոյացված։ Եվ բոլոր ցանկացողները կարող են մոտենալ այստեղ, ծանոթանալ մեր նորությունների հետ, ինչպես նաև փորձել շատ համով Գլինտվեյն։ Ես Էդուարդն եմ, Իջևանի գինու կոնյակի գործարանի մատարվակ, այն օրը իմացա այդ բառը նշանակում է սոմելիե եւ իմ համար առհասարակ դա նորություն էր, չէի պատկերացնում, որ այդպես բառեր կա հայերեն լեզվում։ Մեր խոհանոցը գործում է մինչև իհարկե համերն ավարտվեն, բայց դա երբեք չի լինի, որովհետև ինչպես արդեն նշեցինք, համի նախարարությունը մեզ մոտ է գտնվում առաջին ծրագրի տաղավարում, իսկ նախարարն է Ադրինեն, ում էլ այս պահին ողջունում ենք Ադրինե։ Բարի լույս։ Բարի լույս սիրելիներս, գեղեցիկներս եւ բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս, ողջունում եմ ձեզ այս գեղեցիկ օրով եւ ցանկանում եմ բարձր տրամադրություն, անկախ նրանից որքան զբաղված եք, սիրելիներս, միացեք մեզ առաջին ծրագրին, որպեսզի ծանոթանաք օրվա բաղադրատոմսին եւ իհարկե այս մի քանի երկար րոպեները անցկացնեք հենց մեզ հետ։ Սիրելիներս, այսօր առաջարկելու եմ եւս մեկ աղցան, որը էլի մատուցման տարբերակով լինելու է հետաքրքիր, շատ հետաքրքիր ձևավորումով եւ կարծում եմ կդառնա սեղանի եւս մեկ զարդ, ինչու ոչ։ Մենք սովորաբար սիրում ենք ամանորին պատրաստել բազմապիսի աղցաններ եւ իհարկե հրամցանել մեր հյուրերին, մեր սիրելիներին։ Այս տարբերակն էլ կարծում եմ տեղ կգտնի ձեր շատ
այսպես ճոխ եւ համեղ ճաշացանկում։ Ինչ է պետք այս աղցանը պատրաստելու համար։ Մեզ պետք է շատ կանաչիներ, ես ունեմ 4 տարբերակ, այստեղ կա կանաչ սող, սամիտ, մաղադանոս եւ համեմ, եւ էլի հիմքը հանդիսանալու է ընկույզը, այստեղ ունենք թթվասեր մայոնեզ եւ ամենավերջում այս բոլորը ձևավորելու ենք այս համեղագույն եւ գեղեցիկ բանջարեղեններով։ Ես ունեմ չերի լոլիկներ, ունեմ բողկ եւ իհարկե բիո կանաչի, որով շատ գեղեցիկ կզարդարենք։ Էնպես որ սիրելիներս մնում եք մեզ հետ, որպեսզի ընթացքը հասկանալի լինի եւ ել չասեմ արդյունքը տեսնենք թե ինչ կստացվի, մնում եք մեզ հետ առաջին ծրագրի հետ։ Ես խոսքս փոխանցեմ գործընկերներից, հետո միասին կսկսենք աղցանի պատրաստումը։ Ընդամենը 1 օր եւ կդիմավորենք 2026 թվականը, հասցրեք լինել շատ առողջ, շատ գեղեցիկ կազմվածք ունենալ եւ տարին էլ ավարտել մարզումներով, որովհետեւ դա շատ կարեւոր է։ Իսկ թե որտեղ մարզվել, իհարկե Ակվատեկ Համալիրում, քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկում։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնեսի եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն, ժամանակակից սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մարզիչներով, խմբային 3 տասնյակ մարզումներով։ Ակվատեկ Համալիրում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող եւ օգտակար զբաղմունք։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, մենք ATV առաջին ծրագրի եթերում ենք, իսկ ես Քնարիկն եմ։ Հանդիսանում եմ Ակվատեկ սպորտային համալիրի խմբային մարզիչներից մեկը։ Այսօր պիտի աշխատեցնենք նստատեղի մկանները եւ ես ձեզ ցույց կտամ մի քանի ֆանտաստիկ եւ շատ կարեւոր վարժություններ։ Նույնիսկ կարելի ասել հիմնական վարժությունների բազայից ձեզ ցույց կտամ։ Սկսեցինք ամենաառաջին վարժությունը։ Ոտքերը կրունկների վրա։ Սիրելի հեռուստադիտողներ, դա շատ կարևոր է։ Մենք պետք է հրենք կրունկներով, արտաշնչելով։ Ձգվում ենք վերև։ Վերևը նստատեղի մկանները սեղմում ենք, շնչելով իջեցնում ենք։ Տեսեք, նստատեղը հատակին չպիտի դիպչի, դա շատ կարևոր է։ Արտաշնչում, շնչելով իջնում ենք։ Սա կարող եք սկսել մոտավորապես 92 հաշվից։ Շատ կարևոր է լավ վերևում սեղմել, արտաշնչելով իջեցնել, լավ սեղմել, արտաշնչելով իջեցնել։ Այնուհետև 32 հաշիվ կատարելուց հետո վերևում զասպանեղումներ ենք կատարում։ Սա մոտավորապես 32 պլյուս 32, ինչքան որ կձգեք։ Այնուհետև, տեսեք, երրորդը բացում, փակում ենք, օպ, նորից մկանները նեւ աճուկային հատվածից էլ փորձում ենք սեղմել դեպի ներս։ Նորից հատակին չի դիպչում։ Հաջորդ վարժությունը։ Քաշը դնում ենք մի կողմ, ցանկացած քաշ կարող եք օգտագործել։ Տեսեք, այսպես։ Նորից կրունկով ենք հրում, արտաշունչ շունչ ներքև։ Այս վարժությունը ամենաքիչը, ամեն ոտքը սիրելի հեռուստադիտողներ, պատրաստեք 36 հաշիվ։ Կամ եթե չձգեք 16 հաշիվը բավարար է։ Մյուսը նույնը։ Արտաշնչելով ձգում եք վերև եւ շնչելով իջեցնում եք։ Հաջորդ վարժությունը։ Կրունկը նայում է վերև, արտաշունչ վերև, շունչ ներքև։ Այս վարժությունը ամենակիչը, սիրելի հեռուստադիտողներ, ամենակիչը 16 անգամ կկատարեք։ Այնուհետև երկրորդը վերևում զսպանակումներ։ Եվ երրորդ վարժությունը, տեսեք, արդեն ափս հատակին է, գնում է cross եւ մախ։ Cross եւ մախ։ Cross եւ մախ։ Եվ նույն վարժությունը կկատարեք մյուս ոտքով։
Այո, մարզվել միշտ էլ պետք է օրվա ընթացքում հատկապես այն ծանրաբեռնված օրերին սննդի առումով, ինչը կսկսվի վաղվանից, յուրաքանչյուր տուն այցելելով դուք կփորձեք ամենահամեղ բլինչիկները եւ իհարկե ամենահամեղ աղցանները։ Չմոռանաք այդ ընթացքում մարզվել, շատ քայլել, ինչն էլ առաջարկում է ձեզ նաեւ ակվատեկը։ Հիշեցնեմ, որ ակվատեկում գործում են ոչ միայն զեղչեր, նաեւ հետաքրքիր խաղարկություն, 15% զեղչ բոլոր փաթեթների վրա։ Ձեռք բերեք 3-6-12 ամսյա փաթեթները տոնական զեղչերով ու ստացեք պարտադիր նվերներից մեկը։ Հեռուստացույցներ, վառարաններ, տոստերներ, վարսահարդարիչներ, հարթուկներ, պլանշետներ, մի խոսքով փաթեթների բազմաթիվ տեսականի։ Այս ամենը ակվատեկում է։ Այո, եւ հիմա էլ տեղափոխվում ենք խոհանոց, տոնական խոհանոց, որովհետեւ մեր շատ սիրելի Ադրինեն առաջարկում է տոնական բաղադրատոմսեր։ Հավելեք ձեր տոնական սեղանը նոր ու հետաքրքիր բաղադրատոմսերով մեր շատ սիրելի Ադրինեի շնորհիվ։ Ադրինե, Շատ շնորհակալ եմ սիրելիներս, եւս մեկ անգամ բարի առավոտ, բարի արև եմ մաղթում իմ շատ սիրելի հեռուստադիտողին եւ ասում եմ իհարկե հետևեք մեր խոհանոցին։ Այսօր ես առաջարկում եմ կանաչեղենով հարուստ մի շատ համեղ աղցան, որը ամբողջությամբ վիտամինային պաշար է։ Ես սկսեմ սկզբից, եւս մեկ անգամ ներկայացնեմ ինչ կանաչիներ են մեզ պետք։ Մեզ պետք է սամիտ, մաղադանոց, համեմ, ես այստեղ ունեմ արդեն կանաչ սոխ, այս բոլորը մանր կկտրատենք, կտեղափոխենք ամանի մեջ, հետո կշարունակենք մեր աշխատանքը։ Առաջին կարևոր գործը հենց կանաչիները մանրեցնելն է։ Ահա, եկեք փորձենք շատ մանր կտրատել, որպեսզի ուտելիս հարմար լինի։ Ճիշտ է, ձմռան շրջան է, սիրելիներս, կանաչիները մի փոքր գուցե այնքան էլ մատչելի չեն, եկեք չխուսափենք եւ ասենք ճշմարտությունը, բայց կարծում եմ ամեն դեպքում ձմռան շրջանում կանաչիները պարտադիր պայման են նորից մեր ճաշացանկում, որովհետեւ շատ հարուստ է վիտամիններով, շատ կարևոր միներալներով, այնպես որ խորհուրդ եմ տալիս չխուսափել եւ անպայման օգտագործել կանաչիներ եւ հատկապես այս աղցանը յուրահատուկ այսպիսի հզոր ուժ ունի վիտամինային, որը իհարկե անհրաժեշտ է մեր օրգանիզմին։ Այսպես մենք այնուամենայնիվ այս գնումները կատարելու ենք եւ խորհուրդ եմ տալիս այս աղցանը անպայման գրի առնեք եւ փորձեք պատրաստել։ Եթե կթվա ամբողջությամբ կանաչիներ են, ասենք ինչպիսի աղցան պետք է լինի, բայց հավատացնում եմ ամենահամեղ աղցաններից մեկն է, չեք փոշմանի, անպայման պատրաստեք եւ կզգաք ինչի մասին էր խոսքը։ Ահա, ավելացնեմ մեր ամանի մեջ եւ հետո արդեն մնացած կանաչիները եւս փորձենք կտրատել։ Ահա։ Ադրինե, ողջույն սիրելի։ կանաչ նոր տարվա սեղան է սպասում բոլորիս։ Անպայման։ Այս անգամ աղցան ամբողջությամբ կանաչեղենով է, կանաչապատ եւ փոքրիկ չերիներով։ Նայ ծիտիկը։ Անուշ լինի ծիտիկին, այո, շատ ես երկար խոսեցի այս մասին, որ կանաչին որքան օգտակար եւ կարեւոր է, հատկապես Ես ձմռան գիտես որ կանաչին եմ շատ սիրում կոտեմը։ Կոտեմն էլ ես վստահ եմ, որ հեռուստադիտողը եւս սիրում է։ Մենք ընդհանրապես հայերս կոտեմը շատ ենք սիրում եւ հաց, պանիր, կոտեմ, թարխուն այս համադրությունը։ Գարուն ուզեցի, Ադրին այդ ամեն ինչ ասեցիր։ Դե այս ամանորը հորով մորով անենք այն որ ասում է, հետո կանցնենք գարունը արդեն իր բոլոր շքեղությամբ եւ հուշումներով։ Ես անամբեր եմ սպասում գարնան գալստին։ Ես էլ շատ սիրում եմ գարունը, չնայած որ վերածննդի շրջանը։ Այո, բոլոր եղանակներն էլ բոլոր ուրեմն այդ ընթացիկ գեղեցկությունը կարևոր է, բայց այնուամենայնիվ նոր շունչ, նոր կյանք, նոր ցանկություններ, նոր ձգտումներ, գարնանը, այո, զարթոնքին։ Բնության հետ միասին զարթոնք են ապրում մեր երազանքները։ Շատ ճիշտ ես։ Դե երազանքները ամանորի գիշերը կպահենք, որպեսզի գարնանը իրագործենք։ Չէ, այսպես ասած հիմքը պատրաստենք, որպեսզի արդեն շարունակենք այդ Իմ երազանքները իհարկե այդ խաղաղությունը, առողջությունը բոլորին, ընտանիքի անդամներին, բոլորին եւ ամենակարևորներից եւս ես դասում եմ միշտ ճամփորդությունները, շատ եմ սիրում ճամփորդել եւ ուզում եմ որ 2026 թվականին
Երկու անգամ ավելի շատ լինեն ճամփորդություններս, ինչքան եղան 2025-ին։ Թող հենց Մոտավորապես այդպես 10-ից ավել էր 2025-ին, դե երկու անգամ շատ 20։ Ինչ լավ կլինի այդպես որ լինի։ Կլինի, Սուրեն ջան, ինչու՞ չէ։ Ես վստահ եմ, Առաջին որ ճամփորդությունը կլինի։ արդեն կա նախատեսված հունվարի 15-ից 22-ը Երուսաղեմ պիտի գնամ, Այո։ որովհետև այնտեղ Մեծ 5 ծրագիր տոմարով կա, նոր այո։ տարին է, հունվարի 18-ին, եւ շատ գեղեցիկ միջոցառում է սպասվում։ Օ, ես Եվ շատ աշխատանքային է եւ ոչ։ շատ ինձ հաճելի է, որ դու կարողանում ես այդպես շրջագայել եւ հատկապես ունենալ արդյունավետ շրջագայություն, որից մեկը հենց դա կհանդիսանա, չասեմ, որ անցյալը, որ գնացել է իր Այո։ այդ լավ Տպավորությունները շատ ճանապարհը, մեծ են։ այո, անցել է իր եւ տպավորությունները վերադարձել, քո էներգիան նաեւ մեծ փոխ անցեցիր, ինչու ոչ։ Մենք այնտեղ չէինք, բայց կարող եմ ասել գոնե ես անձամբ քո տեղադրած հոլովակներից, վիդեոներից ես ինքս մասնակից եղա այդ Տպավորությունները ամենին։ շատ ուժեղ են, Ադրինա, անկեղծ եմ ասում եւ Վստահ ուրիշ բան է, որ տեսնում ես չգիտեմ Instagram-ով կամ Այո։ հեռուստացույցով, բայց ուրիշ բան է, որ հենց այնտեղ ես Տեղում այդ ես պահին լինում, լինում, այո։ էներգետիկ դաշտը շատ ուժեղ է ու հզոր է։ Այո։ Սա իհարկե առաջին ճամփորդությունը, դե մնացածն էլ արդեն ընթացքում ուրվագծվում է կամաց։ Այո, Աստված, ինչպես ասում են, Աստված առաջ, ամեն բան կդասավորվի, կարևորը նպատակը, կարևորը ցանկությունը եւ այն գործելու ձգտումը, այն իրագործելու ձգտումը, որը պետք է յուրաքանչյուրիս մեջ լինի մեր երազանքներին հասնելու համար։ Այո, ինչպես ասում էր հայտնի երկում, երազանքների բարի փերի։ Այո։ Փերիները թող շատ լինեն մեր կյանքում։ Այո, բուրըն process-ի մեջ են կտրատման, եթե այս process-ն է շարունակվելու, ես առաջարկում տեսահոլովակն իհարկե երաժշտություն ռիթմեր, ինչ կասես։ Չեն խանգարի բոլորովին այս օրերին մեզ պետք է։ Դե մի քիչ տոնական ռիթմեր, հետո նորից վերադառնանք խոհանոց։ Ջոնը բարի երկնքում Ես երազանքը պահեմ իմ մտքում Որ սերը միայն տարածվի Մարդկան սրտեն անվերջ ջերմացվի Երբ աստղերը վարվեն նման օրի Ու մեզ լուսինը ժպտան օրովի Կլինեն իր աչքներիս կգան Երկնքում այս մեծ կախարդական Նոր տարի է, այն բարի է Երազանքներն են կատարվում Նոր տարի է, այն բարի է Հույս ու լույս է մեզ բերում Նոր տարի է, այն բարի է Հավատա դու հրաշքին Նոր տարի է, այն բարի է Կկատարվի տասներկուսին դառնանք ես գիշեր Կմնա վարկյանները հաշվեր Լույսերը կվարվեն աշխարհի Կփոխվի տարին կգա նոր տարի Երբ զանգերը հնչեն նման օրի Կփայլի եղևնին հեռվում անտարի Ամպերից կթափվի մի նոր հեքիաթ Կբեջի երջանկություն առաջ Նոր տարի է Այն բարի է, երազանքներն են կատարվում Նոր տարի է, այն բարի է, հույս ու լույս է մեզ բերում Նոր տարի է, այն բարի է, հավատա դու հրաշքին Նոր տարի է, այն բարի է, կկատարվի տասներկուսին Նոր տարի է Նոր
Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը, մենք ունենք տոնական բարձր տրամադրություն եւ պատրաստվում ենք ամանորին։ Այո, միանշանակ ամանորին ենք պատրաստում մենք, դուք բոլորս եւ իհարկե պատրաստում ենք տոնական աղցան։ Այստեղ կտրատեցինք այն բոլոր կանաչեղենը, փունջը, այն, որ մենք մշտապես առօրյայում օգտագործում ենք եւ հիմա պետք է կտրատենք, մանրացնենք անկույզը եւ ավելացնենք մեր կանաչիներին։ Սոն ջան, տեսնում ես որքան քիչ բաղադրիչ է պետք այս աղցանը պատրաստելու համար։ Այնպես անկեղծ եթե լինեմ, շատ ծախսատար չէ այս աղցանը, հատկապես եթե այն պատրաստեն գարնանը կամ ամռանը։ Հիմա մի փոքր ինչպես նշեցի, իհարկե մաչելի չէ կանաչին, բայց դե ոչինչ, այնքան էլ թանկարժեք աղցան չէ սա։ Եվ ես այս ամբողջ ընթացքում Ադրինը մտածում եմ, թե հեռուստադիտողները ինչպես, ինչ միջավայրում են դիտում մեր հաղորդումը, պատկերացնում եմ, քանի որ ընդհանրապես մեկ օր է մնացել ամանորին եւ առավոտը բացվել է, մարդիկ վերջին փորձերն են անում հասցնելու ամեն բան, բոլորի տները տոնական զարդարանք կա արդեն, տոնական տրամադրություն չգիտեմ կա թե չէ, բայց այսպես խառնաշփոթը վստահ եմ բոլորի տներում կա եւ այդ ընթացքում էլ հասցնում են դիտել մեր հաղորդումը։ Եթե չունեք տոնական տրամադրություն, հոգ չէ, որովհետեւ ընդհանրապես պարտադիր պայման չէ տոնական տրամադրություն ունենալը, կարող եք շատ հանգիստ տեղափոխվել ուղղակի 2026 թվական, շատ հետաքրքիր ռիլ կա, ես դա շատ եմ սիրում, նկարը կիսած է երկու մասի եւ մի մասում պարկած մարդը ուղղակի անցնում է մյուս մաս, ոչ մի բան չի փոխվում իր կյանքում։ Կարող եք հանգիստ այդ տարբերակով անցնել 2026 թվական, հոգ չէ, ընդհանրապես պետք չէ մտածել, որ ինչ որ բան չեք հասցնում, ինչ որ բան չեք անում, կարևորը ձեզ հարմարավետ լինի։ Ես լրիվ համամիտ եմ քեզ հետ եւ ընդհանրապես ճիշտ է ժամանակը տարիները ամիսները տարիները այսպես վազում են թռչում են մենք երբեմն զարմանում ենք ոնց ստացվեց ամառեր հիմա ձմեռ է ամանորեր հիմա 25 թվականներ այո շուտով էլ չէ այլ չէ շատ ժամանակը իհարկե եւ նաեւ մեր կյանքն է այսպես այդ տարիների հետ շատ ռիթմիկ արագ անցնում բայց իսկապես հոգ չէ անհանգստանալ այն բաների համար, որոնք դու կարող ես հետո էլ անել, ճիշտ է ասում են այսօրվա գործը մի թող վաղվա, բայց այնուամենայնիվ նույնիսկ չենք հասցնում արթնանալ եւ պետք է արդեն գիշերը քնենք, այնպես որ կհասցնենք ժողովուրդ ջան, մի մտածեք, ոչ մի խնդիր չկա, պետքա պարզապես պետք է տրամադրությունը փորձել բարձր պահել, որպեսզի այս բոլոր գործերը եւ հետ ընկած եւ առաջիկայում սպասվող հասցնենք բոլորը կատարել եւ առողջություն ամենակարևորը։ Այո։ Եւ հիմա անկույզը տեղափոխում ենք կանաչիներով հարուստ ափսեի մեջ։ Այո, ես կարծում եմ մի փոքր էլ կարելի է այստեղ։ Ես ուզում եմ օգնել քեզ։ Արի ես այս հատվածը ես անեմ, այսինքն սա անեմ ես, որովհետև մի փոքր ես կարող եմ։ Ես պարզապես ոնց ասում են փորձ ունեմ թե ինչպես անել, որ այս լավ ճզմվի, խնդրեմ։ Շնորհակալություն։ Կարող չվստահել։ Եվ ես պատրաստեմ սոուսը։ Այստեղ ունենք մայոնեզ եւ իհարկե այստեղ ավելացնելու ենք թթվասեր։ Առայժմ 2 գթալ կավելացնեմ։ Այստեղ կհամեմենք մեր իհարկե դասական տարբերակ համեմունքները։ Ես ինչպես բազմիցս նշել եմ, որ սիրում եմ, երբ ընկույզը ատամի այսպես խրթխրթան է լինում։ տակ հայտնվում է, փորձեմ այդ տարբերակով, մինչև վերջ չմարացնել։ Այո, ես քեզ շնորհակալ կլինեմ դրա համար։ Մինչև մենք շարունակում ենք այս գործընթացը, առաջարկում եմ սիրելի հեռուստադիտողներ, որպեսզի կարճատև դադար լինի մեր եթերում, որից հետո վերադառնանք ու շարունակենք։ Դե ինչ սիրելիներս եւս մեկ անգամ ջերմագին ողջույններ եւ անցնենք առաջ ինչ ենք արել մինչ այս պահականաչիները ընկույզը պատրաստ է ամբողջովին այստեղ սոուսի համար օգտագործել ենք մայոնեզ, թթվասեր, սխտոր, աղ եւ սև պղպեղ հիմա մեզ պետք է այն լավ խառնել եւ ավելացնել այս շքեղության վրա այսպես սոուսը թող շատ լինի, որպեսզի կանաչին փափկի եւ իհարկե ուտելիս ավելի հաճելի եւ ավելի նուրբ նրբահամ դառնա։ Փորձեմ խառնել շատ զգուշությամբ
Հիշեցնեմ կանաչիներից այստեղ կա կանաչ սող, մաղադանոց, համեմ եւ իհարկե սամիտ։ Կարծում եմ այս բոլոր տարբերակներն էլ մեր բոլորի սիրելի կանաչիներն են եւ ինձ թվում է, որ այստեղ չսիրելու, չհավանելու տարբերակ պարզապես չկա։ Պետք է մի լավ խառնել, որպեսզի ամբողջությամբ թաթախվի այս հրաշալի կանաչին, անհրաժեշտության դեպքում ինչը որ ես հենց հիմա կանեմ, սիրելիներս, եթե զգում եք, որ սոուսը օրինակ մի փոքր քիչ է, կարող եք ավելացնել օրինակ կամ թթվասեր կամ մայոնեզ ըստ ճաշակի, ինչպես կցանկանաք, որպեսզի ավելի լավ թաթախվեն մեր բոլոր կանաչիները։ Փորձենք լավ խառնել։ Եվ իհարկե պետք է փորձենք այս գեղեցիկ ձևամանով ձևավորել։ Այսպես։ Մի փոքր էլ խառնենք եւ իհարկե տեղափոխենք ամանի մեջ։ Կարծում եմ արդեն թաթախվեցին բոլոր կանաչիները սոուսի մեջ, հիմա պետք է ձևավորենք։ Ահա, մեզ պետք է այսպիսի գեղեցիկ մատուցման աման, ես այս ձևամանը դրել եմ, ինձ մոտ կլոր տարբերակներն է, շատ բազում տարբերակներ կա, կարող եք ընտրել ձեզ համար ավելի հաճելի տարբերակը։ Ահա, եկեք այս աղցանը տեղափոխենք ամանի մեջ։ Այսպես, եւ իհարկե պետք է այն հարթեցնենք հենց ձևամանի տարբերակով, այսինքն ամբողջ իր չափով եւ ձևով։ Պետք է ստանանք տորտի տարբերակ։ Կլոր տորտ։ Գթալի օգնությամբ փորձեմ հարթեցնել այն։ Եվ պետք է աշխատենք այս ամենը ստացվի շատ հավասարաչափ, հավասար մակերես պետք է ստանանք։ Այսպես, բան չմնաց, արդեն մեր աղցանը կարող ենք համարել պատրաստ։ Մենք պարզապես այն պետք է թողնենք մի փոքր մնա այս ձևամանի մեջ եւ իհարկե հանգստանա, բոլոր համերը միախառնվեն, սիրելիներս, հետո ամենավերջում պատենք այս գեղեցկությունը թթվասերով եւ իհարկե մեր հրաշք բանջարեղեններով։ Չգիտեմ որքան տեսանելի կլինի ձեզ, ահա այսպիսի տեսք ունի այն։ Կարծում եմ ամեն բան պարզ է, սա թողնենք մի կողմի վրա, ամենավերջում կամփոփենք եւ կձևավորենք այս համեղագույն վիտամիններով հարուստ աղցանը։ Կա մի օր, որ նորից ամեն ինչ սկսվում է Լուսավոր մի գիշեր, շատ երկար սպասված Երևի, վերևից, երկինքը քեզ հուշում է Որ քո կյանքում այսօր նոր է սկսված Երբ նա գալիս է դուրդ բաց Այն մանկությունն է քո անցած Ձյունը փաթիլ, իջնում է այս գիշեր Հյուրը եկել ինձ մանկությունս այս գիշեր Ձյունը ջերմակ նորից իջնում բերում է սեր Այս գիշեր
խոսքների Թեմես երազանք դու պահիր մտքումդ Հավատա անպայման զյունը կբերի Դες նա գալիս է դուրդ բաց Այն մանկություն է քո անցած Զյունը պատիլ իջնում է այս գիշեր Հյուր է եկելից մանկությունս այս գիշեր Ձյունը ջերմակ նորից իջնում բերում է սեր Այս գիշեր Այս գիշեր Ձյունը պատիլ իջնում է այս գիշեր Հյուր է եկելից մանկությունս այս գիշեր Ձյունը ջերմակ նորից իջնում բերում է սեր Այս գիշեր Այս գիշեր Ձյունը պատիլ իջնում է այս գիշեր Հյուր է եկելից մանկությունս այս գիշեր Ձյունը ջերմակ նորից իջնում բերում է սեր Այս գիշեր Այս գիշեր Ողջույն, ես Մանանան եմ, Daphne բրենդի հիմնադիրը եւ մենք շարունակում ենք խոսել նորաձևության միտումներից։ Քանի որ այս պահին մեզ բոլորիս հետաքրքրող թեման է, թե ինչպես ստանալ ամանորի համար հարմար կերպար, ապա այսօր խոսելու ենք աքսեսուարներից, որոնք ձեր կերպարը կդարձնեն ավելի տոնական։ Սրանք ընդհանուր առմամբ իմ կողմից առաջարկվող լայֆհաքեր են, հաշվի առնելով ընդհանուր նորաձևության միտումները։ Առաջին աքսեսուարը, որը կարող է հետաքրքիր եւ տպավորիչ դարձնել ձեր ընդհանուր կերպարը, դրանք մարգարիտներն են։ Մարգարիտների օգտագործումը արդեն մի քանի տարի ակտուալ է, բայց մենք այս տարի ունենք հիպեր մարգարիտներ, այսինքն մեծ չափսի մարգարիտների օգտագործում, որը սկսվեց հենց Chanel-ի ցուցադրությունից, որտեղ մենք տեսնում ենք եւ գոտիներ, եւ առանձին աքսեսուարներ շատ մեծ մարգարիտներով, այնպես որ կարող եք օգտագործել հիպեր մարգարիտներ ձեր կերպարի մեջ եւ այն կդառնա շատ տպավորիչ։ Իհարկե չենք մոռանում մորթու նաև բմբուլների մասին, որոնք շարունակում են ակտուալ մնալ եւ որևէ դետալի օգտագործումը դա կարող է լինել եւ առանձին դետալ եւ հագուստի որևէ պրոդուկտի առանձին մաս կարող է նորից ձեր կերպարը շատ տպավորիչ դարձնել։ Մորթու օգտագործումը շքեղություն կհաղորդի ձեր ոճին, իսկ բմբուլների օգտագործումը ավելի թեթևություն։ Չենք մոռանում նաև հետաքրքիր զուգագուլպաների մասին։ Ձեր ամենապարզ սատինե կամ թավիշե զգեստը կարող է կրել հետաքրքիր զուգագուլպաներով եւ այն դարձնել շատ ավելի հետաքրքիր։ Եվ իհարկե չեմ կարող չնշել իմ կողմից ամենասիրված ձեռնոցների օգտագործումը նույնպես կարող է շատ հետաքրքիր դարձնել ձեր ընդհանուր կերպարը։ Այստեղ կարող եք օգտագործել եւ կիսաթափանցիկ կտորներից, ձեռնոցների եւ թավիշից կախված ձեր ընդհանուր կերպարից, որը ուզում եք ստանալ։ Այսպիսով կարող եք չգնել նոր զգեստ ձեզ համար, այլ ուղղակի նոր կյանք տալ արդեն ձեր զգեստապահանում առկա զգեստներին։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը, ունենք հրաշալի հյուրեր, ում դուք հաստատ շատ եք սպասում։ Մեր հյուրերն են Վահե Վարդանյանը եւ Ադրինե Աճեմյանը, բարի լույս։ Ուրիշի ընտանիքից, բարի լույս։ Բարի լույս։ Ոնց եք։ Շատ լավ։ Ամանորյա տրամադրությամբ դուք ոնց եք։ Մենք շատ լավ ենք։ Մենք բոլոր երենք կանչում ենք այստեղ ու հասկանում ենք, բառավոցյան դուք ոչ մի բան չունեք անելու, այսինքն ամանորի նախապատրաստական, թե այդ հարցերը ձեզանից են կողմ եք ուղարկել։ Պատասխանեմ ես։ Պատասխանեմ։ Ես ուղարկել եմ են կողմ, ես ավելի շատ մինչև
ես եմ պատրաստում ամանորին, ես վերջի օրերը մի քիչ ավելի հանգիստ, ավելի տրամադրվում եմ, իսկ մինչև ես ինչը արդեն հասանել էր, որ ես պիտի անեմ, ես արդեն արել եմ։ Հրաշալի։ Ես կվերադառնամ տուն նոր կանեմ։ Չեմ շտապում բաց։ Դիվանագիտական պատասխան։ Շատ լավ, քանի որ Վահեի հետ արդեն ճշտել ենք ինքը ինչպես է հայտնվել ուրիշի ընտանիքում, հասկանանք նաև ձեզ հետ։ Ոնց եղավ առաջարկը, միանգամից համաձայնեցիք, երկար մտածեցիք։ Դե ես 3 տարի արդեն համագործակցում եմ Ելեն Արշակյանի հետ եւ նոր չէր որ իրենք պետք է ինչ ճանաչեին, այսինքն հրավիրել են փորձի, միանգամից քաստինգի չեմ մասնակցել եւ անցել եմ պրոբան, հետեւաբար արդեն սկսել ենք նկարահանումները։ Շատ երկար չեմ մտածել, որովհետեւ նկարահանվում էի արդեն մի թիմի հետ, որին շատ լավ ճանաչում եմ եւ շատ ուրախ եմ իրենց հետ աշխատել։ Իսկ կերպարի ընտրությունը ի սկզբանե եղել է այն կերպարը, որը կերտում եք։ Այո։ Եւ ձեր համագործակցության մասին հիմա պատմեք, ինչպիսին է ձեր խաղը կադրից դուրս, հաշտ է, ինտրիգներ կան, չկան։ Կան, ինտրիգներ կան։ Ես սպասում եի։ Ես սպասում եի Արենեն պատասխանել։ Շատ զիջող է։ Այս վիճակը նաև կադրից դուրս ինտրիգներ կան, կադրից դուրս ինտրիգները շատ են։ Իրականում մենք բավական լավ հարաբերությունների մեջ ենք, լավ ընկերական հարաբերություններ հասցրեցինք ստեղծել շատ կարճ ժամանակահատվածում, բայց նաև եթե նկարահանումներից դուրս խոսվում է ուրիշ կյանքային այլ թեմաներից, մենք հիմնականում տարակարծիք ենք ու դրա արդյունքում լիքը իրար չենք հասկանում, որը չի անդրադառնում մեր աշխատանքային process-ի վրա իհարկե։ Եւ Փառք Աստծո չի ազդում, բայց ինտրիգները իհարկե շատ են, շատ։ Իրականում առաջին անգամ ենք ես ու Վահեն խաղում հեռուստասերիալում, մենք չենք ունեցել փորձ իրար հետ։ Կերպարներ կերտելու, այսինքն զույգ կերտելու։ Առաջին հայացքից ամեն ինչ շատ հանգիստ, հանդարտ ընթանում էր, մինչև առաջին տարակարծիք լինելու մեջ։ Բայց չէ, իրականում Վահեն ճիշտ ասում, դա բնականաբար չի ազդում խաղի եւ զույգի վրա։ Ամեն ինչ սկսվեց այնտեղից, երբ ես Ադրինեին մեկ անգամ բարևեցի, ինքը նայեց ինձ ու չբարևեց իրականում։ Դու ասացիր դե լավ, դե կտեն ասա։ Ես ոչ մի բան ուղղակի չասեցի, լուր ինքը նույնիսկ բարևը չի ասել իրականում, ուղղակի ասում է։ Ինքը դա չի ընդունում իհարկե, բայց մեր ամբողջ պատմությունը տեղից սկսվեց, որ ես բարևեցի, բարևձես, ինքը ուղղակի Ես չեմ լսել ուղղակի բարևը իրականում Վահեի, բայց մեղրի պատմություն։ Չեմ կարծում որ չի լսել, չեմ հավատում որ չի։ Չէ, իրականում երբ ինքը դա շեշտեց, ես այդ օրվանից սկսեցի իրեն չբարևել։ Ավելի միտումնավոր։ Այո, այդ ժամանակ արդեն միտումնավոր։ Ես չեմ կարողանում այդ դեպքը մոռանալ իրականում, որովհետև ինչ ասում Շատ դժվար է։ Մոտ հեռավորության վրա հեռու չէինք ընդհանրապես։ Ես ծորքեվան եմ զգում հիմա։ Ծանր է մեր հարաբերությունը։ Տաղավարը մի հատ ներքևը բավական ծանր է։ Մենք եղել ենք արդեն այնտեղ։ Այո։ Այնտեղից ենք գալիս։ Լավ, իսկ կարող ենք բացել փակագծերը հասկանալու համար ինչ է սպասվում, հանգուցալուծումներ կան, թե դեռ շվաղ այդ մասին խոսել, թե թողնենք հեռուստադիտողին անհանգիստ վիճակում։ Թողնենք հեռուստադիտողին անհանգիստ վիճակում, շատ ինտրիգային սերիաներ են իհարկե սպասում։ Այո։ Բայց մենք չենք կարող փակագծերը բացել։ Մեր անձնական հարաբերությունների հետ կապված սերիալում լինելու են բավական հետաքրքիր առաջխաղացումներ, առաջքայլեր, հետքայլեր, դրանք էլի չեմ ուզում փակագծերը բացեմ, բայց ոչ մի բան միանշանակ չի մեր ընկերությունը, այսպես ասեմ, պետք է նայել, դիտել, հետագա զարգացումները տեսնելու համար։ Լավ, ձեր կարծիքով ի՞նչն է այն գլխավոր կետը, որի համար ուրիշի ընտանիքը այսօր ամենառեյտինգային, ամենադիտվող հեռուստասերիալն է հեռուստանախագծերի մեջ։ Ես փորձեմ, հա, նորից պատասխանել։ Ես իմ անձնական սեփական կարծիքը, ես կարծում եմ, որ մեծ դեր ունի դերասանական խումբը։ Իհարկե տեխնիկական, ռեժիսորական լուծումները, օպերատորական աշխատանք դրանք միանշանակ իր ուրույն տեղ ունի, բայց դերասանական թիմը մեծ նշանակություն ունի։ Ինձ թվում է հեռուստադիտողներին շատ է գրավում, որ երիտասարդները ավելի շատ երիտասարդներ են, քան մեծահասակներ։ Մենք իհարկե ունենք փառահեղ մեծահասակ դերասաններ, բնավ դա չի խնդիրը, բայց ինձ երիտասարդ դերասաններն են ավելի շատ գրավում մարդկանց։ Ավելի երիտասարդական սերիալ է որովհետև
5-6-7 երիտասարդ դերասաններ, դա բավական Դու մեկ էլ երբեր նկարահանման Վահե ջան։ Մեծ հասակ դերասանը դեռ սպասում են սրերով ու թրերով։ Այ այսպիսին են երիտասարդները։ Այո։ Իրականում ես կարծում եմ, որ մեխը դա սցենարն է, որովհետև ծնողական սեր, ծնողի սիրո բացակայություն, դրանք այնպիսի թեմաներ են, որոնք որ շահագրգռում են հեռուստադիտողին իրականում։ Կարծում եմ, որ կերպարները յուրահատուկ բնավորության գծեր ունեն, այսինքն եթե մենք նայենք մեր հեռուստասերիալի կերպարների գծերը, մենք կտեսնենք, որ այնտեղ շատ քիչ են, հա, օրինակ կոնկրետ բացասական եւ կոնկրետ դրական կերպարները։ Իմ կարծիքով Անահիտ Մխիթարյանը փորձել է ներկայացնել մարդու, այսինքն մարդու բնավորությունը, որ կարող է իր մեջ պարունակել եւ դրական կողմեր եւ բացասական կողմեր։ Իրականում, օրինակ իմ կերպարի բնավորության գծերը այնպիսին են, որ ինքը բացասական կերպար չի, բայց այնպես էլ չի, որ դրական կերպար է։ Ուղղակի բարդ բնավորությամբ աղջիկ է, որ ունի եւ դրական եւ բացասական եւ մանկական տրավմաներ։ Այսինքն այսպես կարող եմ ասել, տարբեր գույներն են կերպարները զարդարում եւ հենց դա է իմ կարծիքով հեռուստադիտողին, այո։ Իսկ ձեր կերպարի հետ ընդհանրություն ունեք։ Ես ոչ, բացարձակ։ Դուք ավելի թեթև մարդ եք։ Բնավորությամբ, հա, շատ թեթև եմ, բնավորությամբ, այսինքն ավելի հեշտ է ինձ հետ շփվել, ես շատ քիչ եմ խնդիրներ ստեղծում։ Վահե։ Ես նայում եմ ընթացքում։ Այո, ես շատ քիչ ես խնդիրներ ստեղծում։ Այո, ես Նկարահանման հրապարակում բավականին հաշտ մարդ եմ բնավորությամբ, ի տարբերություն կերպարից ավելի Ընդվզող։ Այո, ավելի կոպիտ Ես կերպար է։ չէի ասի իրականում, բայց Կերպարից մասին, թե իմ Վահե։ Քո կերպարի մասին համաձայն քո մասին չէ։ Իսկ լինում է այնպես որ կապի դուրս գաք սցենարիստի հետ, խնդրեք որոշ բաներ փոխի կամ զարգացումը փոխի ուրիշ կողմ։ Զույգին փոխի օրն։ Չէ։ Իմ պրակտիկայում այդպիսի բան չի եղել։ Խնդիր չի եղել, երբեք իմ մտքով երբեք տես բան չի անցել։ Լավ, իմ ամենասիրելի հարցը դրսում հանդիպող հեռուստադիտողները ինչ արձագանք են տալիս, կերպարի անունով կանչում են, ինչ զավեշտալի հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել, երբ մոտեցել են ձեզ ինչ-որ բան են ասել, որը այսպես մշտապես կհիշեք։ Ես պատասխանեմ, հա։ Իրականում իր զարմանս ինձ, երբ ինձ դրսում տեսնում են, իմ կարծիքով այս կերպարից հետո պետք է բավականին բացասական կարծիքներ լսեի, բայց ոչ։ Այսինքն ես հասկանում եմ, որ կան մարդիկ հեռուստադիտողի մեջ, որ կարող են ինձ մոտենալ դրսում եւ ասել ես հասկանում եմ որ դու օրինակ մանկությունից եկած տրավմա ունես դրա համար ես այդպեսին այսինքն Արդարացնում են ամեն դեպքում Արդարացնում են, այսինքն իմ կերպարը այնպես չի որ բացասական են ընկալում որպես Համենայն դեպս ես չեմ հանդիպել այնպես բացասական կարծիքի դեռ Փառքաստու Ինձ անունով դիմում են, ավելի շատ ինձ անունով դիմում են դեռ նախորդ սերիալից, հիմնականում հիմա մեծահասակները ավելի Դավիթ են դեռ ճանաչում Մարիա հեռուստասերիալից, բայց Էդո էլ են ասում իմ կերպարի անունը է սերիալում Էդոյա, անունով էլ են դիմում, ով ոնց գիտի, ով ոնց կարում այնց դիմում են հետաքրքիր դեպքեր շատ են լինում իրականում շատ են եղել որ վազել են անունս գորալով Էդո գորալով մոտեցել են ես էլ չեմ ֆիքսում որ դա իմ հետ է բայց ամենա այդպիսի հետաքրքիր դեպքը որ եղել է ինձ փողոցում խաչմերուկի վրա մեքենայով կանգնած դուրը բացել նկարվել գնացել են երիտասարդ աղջիկ է մի 35 տարեկան Այդ է եղել ամենա այսպես հիշարժան հետաքրքիր դեպքը։ Ով տուգանվեց արդյունքում։ Իսկ երկուսն էլ Ես երկար ժամանակ սպասել եմ այդ տուգանքին, դեռ սպասում եմ, բայց երևի նայողներն էլ Երկու նկար պիտի լինի էլի օրվանից։ Իսկ ես օրինակ կառանձնացնեմ։ Իսկ ես օրինակ կառանձնացնեմ ավելի տարիքով փոքր, ավելի երիտասարդ տարիքային խմբի երեխաներին, որոնք որ կարող են մոտենալ կերպարին, անկախ նրանից ինքը ինչ կերպար է կերտում, դերասանուն կամ դերասանին կարող են մոտենալ ու ասել՝ դու շատ լավ ես խաղում քո դերը, այսինքն ոչ թե իրանք վերագրում են, որ դու այդ մարդն ես, այլ իրանք վերագրում են, որ դու շատ լավ ես խաղում քո դերը, որովհետև ես կարծում եմ տեղ ավելի մեծ դեր ունի սոցիալական ցանցերը, որտեղ Instagram-ով օրինակ հետևում են, իսկ նույն ավելի տարիքով մեծ կինը կամ տղամարդը, որը որ չի հետևում սոցիալական ցանցով այդ դերասանուն կամ դերասանին, ինքը հենց ընկալում է որպես, հա, կերպարով Դե ես կարծում եմ հեռուստադիտողին պետք է մի քիչ թողնել լարված, որպեսզի շարունակել նաև 26 թվականին, հա, հետևել հերոսների ճակատագրին, հասկանալու համար ինչ է սպասվում նրանց եւ ձեզ եւ բնականաբար մաղթել ձեզ նորանոր հաջողություններ, էլի հետաքրքիր դերեր ու 26 թվականին շատ ու շատ սերիալներ, ֆիլմեր եւ ներկայացումներ։ Շնորհակալություն։ Եվ մեկ բառով 26 թվականի սպասելիքների մասին։
Ես ամեն տարի սպասում եմ, որ հաջորդ տարի շատ ավելի լավ է լինելու ու այդպես դեռ շարունակվում է ու շատ կուզեմ, որ 26 թվականը թե բոլորի համար ուզում եմ, որ նոր հետաքրքիր զարգացումներ բոլորի կյանքում լինեն, ես այդ հույսով միշտ ապրում եմ, իմ մոտ դա ստացվում է, իմ մոտ լինում են այդ լավ բացահայտումները ամեն հաջորդ տարի, ուզում եմ, որ բոլորը դա զգան։ Իսկ ես իրականում միշտ ասում եմ, որ իմ կյանքը ինչպես որ դասավորվում է, թող Աստծո կամքով դասավորվի, այսինքն 2026 թվականի հետ կապված ոչինչ չեմ ուզում պլանավորել, թող լինի այնպես ինչպես որ Աստծո կամքն է։ Շատ Թող լինի այնպես ինչպես որ կամքն է։ Նաև շնորհավորում ենք ձեր ամանորը եւ Սուրբ Ծնունդը ու մաղթում ամենալավը, նաև մեծ հաջողություններ նախագծին եւ թող 26 թվականին ավելի քիչ կռվեք, քան 25-ին եք կփորձեք։ Շնորհակալ եմ։ Կարճատև դաթար, որից հետո վերադառնանք ու շարունակենք։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ մենք առավոտյան չենք բացել փակագծեր, բայց տեղեկացնեմ, որ այսօր ամբողջ օրը մեր հյուրերը լինելու են ուրիշի ընտանիքից։ Եվ հենց այդ ընտանիքից մեր հյուրերն են Վահագն Ղազինյանը եւ Լիլիթ Մաշինյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ոնց ենք։ Բարի լույս։ Լավ ենք։ Լավ դուք։ Մենք շատ լավ ենք։ Բլինչիկները փաթաթել եք արդեն։ Անպայման։ Լուրջ։ Իհարկե։ Ոնց եք հասցնում նկարահանումներ, ամանորյա նախապատրաստական աշխատանքներ, գնումներ, նվերներ։ Ես ազատված եմ այդ աշխատանքից, ամեն ինչ է կինս անում։ Բայց դե գնումները միշտ տղամարդու վրա։ Դե հա, այն ծանր sense տոկրակներով կա։ Այո, դուք ինձ հասկացաք։ Իսկ ես մայրիկի օգնությամբ իհարկե փորձում ենք համատեղել որոշ բան։ ստացվել, այո։ Հիանալի է։ Լիլիթ ջան, քանի որ մենք արդեն հանդիպել ենք, ձեզ հետ միայն չենք հանդիպել, հետաքրքիր է ձեր կերպարի առաջարկը ինչպես ստացվեց, միանգամից հենց այդ կերպարի համար եք դիտարկվում, քաստինգ եղավ, փորձեր եւ այլն, մի քիչ պատմեք։ Ես դեռ երբ 17 տարեկան էի, նկարահանվել եմ Ելենա Աշակյանի մոտ Լքված ամրոցի պահապանները հեռուստասերիալում։ Այդ ժամանակ կաստինգով եմ անցել։ Արդեն ուրիշի ընտանիքի համար ինձ զանգահարեցին ուղակի պրոբայի համար, ես գնացի, փորձեցի երկու կերպար եւ հաստատվեցի արդեն Հասմիկի կերպարի համար։ Իսկ տնից արձագանքները ինչպիսին են սերիալին, հետաքրքիր է նաև ձեր կնոջ արձագանքը, որովհետև ինքը գուցե բողոքում է, որ դուք այս դերի պատճառով քիչ եք կարողանում օգնել իրեն, թե ամեն ինչ նորմալ է։ Չէ, կինս ընդհանրապես չի բողոքում, շատ գոհ է։ Մենք իրար հետ նենց հարաբերությունների մեջ ենք, որ ինքը լրիվ վստահում է ինձ, ոչ մի խնդիր չկա։ Դե հա, այդ նոր տարվա այդ ծախսերի հետ կապված ասել եմ Կարջան, ես մի քիչ համբերի։ Հանգիստ ո՞վ։ Ես ստեղծագործում եմ։ Իսկ ձեր տանը ովքեր են նայում սերիալը, ինչ արձագանքներ կան, ինչ են ասում կերպարի հետ կապված։ Շատ ակտիվ պապաս է հետևում, նույնիսկ կոմենտներով, բան են, որ ամեն ինչ ինքը սենց ուշադիր հետևում, հա, այսօր ինչի չկա, այսօր ինչի կա, պատեսել ես ինչ է գրա, սենց իմ պապան է իմ կողքը այդ առումով, մաման էլ է նայում, ուղղակի ինքը տենց մի քիչ չի ուզում, որ ես այս մասնագիտությամբ լինեմ եւ եղբայրս է, որ էլի տենց հա նայում, հա, բայց խորացված պապան է իմ հետ այս մասնագիտությամբ, սենց գնում ու ինձ բրդում առաջ։ Դրական մեկնաբանություններն են ավելի շատ կերպարին ուղղված, թե բացասական։ Սկզբում դրական, հիմա արդեն բացասական, որովհետև եղավ։ Հասմիկը սկսեց մի քիչ իր այդ համառ պայքարի պատճառով մի քիչ սխալ բաներ անել, թե իր ընկերուհու նկատմամբ, թե Նորոյի նկատմամբ, ում շատ սիրում է, բայց անպատասխան է արդեն։ Իրադարձությունների զարգացմանը մասնակցում եք դուք, թե ամեն ինչը միայն սցենարիստի դատին է թողված։ Ասես Լիլիթ ջան։ Չէ, չի եղել դեռ տենց դեպք, որ սցենարիստի հետ շփվենք, որ ինչ-որ բան փոխի եւ այլն։ Դեռ սպասում ենք, տեսնենք սցենարիստը ինչ զարգացումներ կտա, այո։ Ես էլ։ Ես Անահիտին վստահում եմ ու ոչ մի անգամ չեմ փորձել, որովհետեւ նաեւ լսել եմ, որ Անահիտը չի սիրում, երբ որ սցենարին միջամտում են դերասանները, դրա համար ես ամեն ինչ թողում եմ Անահիտի հայացողության տակ։ Դե յուրաքանչյուր մարդ իր գործով պետք է զբաղվի եւ այդպես ամեն ինչ ավելի ճիշտ է լինում։ Ինքը ավելի լավ գիտի։ Ես գիտեմ, որ սցենարիստները, որտեղ ես էլ եմ աշխատել այդ թիմի հետ, ճիշտ է վաղուց էր դա, որբեր հեռուստասերիալում, եւ ես գիտեմ, որ չեն սիրում, երբ որ բառերն ես փոխում։ Դա շատ կարեւոր է, որ այն ինչ որ գրված է, չփոխվի դերասանների կողմից, քանի որ դերասանները սիրում են ստեղծագործել եւ ընթացքում իրենց բառերով են սկսում միտքը արտահայտել։ Այս խնդրին երբեք հանդիպում եւ ինչպես եք լուծում այս խնդիրը, երբ որ առաջանում է։
Նման խնդիր չի եղել, որ մեզ ասեն մի փոխեք բառերը, եթե իմաստային ամեն ինչ համընկել է, այսինքն իմաստը եթե չենք փոխում, բառերը մի քիչ, բայց ոչ միշտ փոխելը խնդիր չի առաջացրել դեռ։ Միտքը ճիշտ լինի, այսինքն միտքը մենք ճիշտ արտահայտենք, քաջարի հետ ընդհանրապես խնդիր չունենք։ Ինքը թողնող որ դերասանը աշխատի։ Միտքը մենակ նույնը լինի ու վերջ, հա։ Շատ լավ, իսկ Հասմիկի կերպարի հետ ընդհանրություններ ունեք, տարբեր եք, նման եք։ Լիլիթը Հասմիկի հետ նմանություն ունի միայն այդ պայքարելու, այդ անվերապահորեն նվիրվելու իր սիրուն, այդ մենակ է դա, որ նման ենք, մնացած են, թե ոնց է վարվում իր ընկերուհու հանդեպ կամ առհասարակ, այդ առումներով նման չենք, միայն այդ սիրային, այդ որ տենց նվիրվում է այդ։ Այդ պետք է ինձ թվում է հանդիսատեսը ասի, ես չեմ կարող դեռ պատասխանել։ Այսինքն իրական կյանքում էլ ձեր սիրո համար կպայքարեք եւ մինչև վերջ կգնաք։ Հա, բայց ոչ այդքան համառորեն, ոնց որ Հասմիկն է անում, իր եսը մի կողմ դրած է։ Շատ լավ։ Եվ հետաքրքիր է սերիալի մասին արդեն ձեր կարծիքը, որովհետև դուք ներսում նկարվում եք, անդադար աշխատում եք, արձագանքները իհարկե դրական են եւ մեծ ռեյտինգային դիտումներ են ապահովում, բայց դուք ինչ եք մտածում։ Ոնց կլինի, ինչ կլինի, ոնց կգնա, թե ընդհանրապես չեք էլ գուշակում։ Չէ, գուշակում ենք, ոնց թե, չէ, հա, տենց նկարանման տաղավարում, տենց պլաշատքում սկսում ենք մտածել, այսինքն նոր սցենար է գալի, հա, նոր սցենար է գալի, կարդում ենք, բա լսեցի, բա իմացար, տեսանք ինչ է, բա կարող է էսի ասես լինի, հետո չէ, մի հատ էլ կարող է իսկ սենց լինի, վերջը մենք քննարկում ենք, փորձում ենք հասկանալ, թե ուր կտանի Անահիտը, բայց շատ ժամանակ անսպասելի բաներ են դուրս գալի, հա։ Եվ էլի վերադառնալով ամանորին ինձ հետաքրքիր է նախ 2025 թվականը, քանի որ մոտենում է իր ավարտին, ընդամենը 1 օր է մնացել, որպեսզի դիմավորենք 2026 թվականը, ինչ հասցրիք անել այս տարի, ինչի համար եք շնորհակալ, ինչ բաց թողած գործեր կան, որ կտանեք դեպի 2026 թվական։ Ինձ համար 2025-ը շատ ֆանտաստիկ տարի է եղել, թե մասնագիտական հաջողություններ, թե անձնական, թե ամեն ինչ։ Մի խոսքով շատ լավ է եղել 25-ը ու ես էլի մեծ սպասումներով ուզում եմ գնամ 26 թվական, որտեվ գիտեմ, որ 26-ն էլ ինձ համար շատ հրաշալի տարի է լինելու։ Տեսնենք ոնց կստացվի։ Հա, ես էլ կմիանամ Լիլիթին, ճիշտ է, իմը 25-ից չի սկսվել, 23-ից է սկսվել։ Հուսով եմ, որ 26 թվականն էլ նորից առատ կլինի եւ աշխատանքային, եւ անձնական ինչ-որ հաջողություններով, ընտանեկան, երկրի համար, հույսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Հեռուստադիտողները ինչ են ասում, երբ դրսում խանութում տեսնում են ձեզ հանկարծ։ Իմ հետ դեռ տենց շատ դեպքեր չեն պատահել, մի 2-3 դեպք կարող եմ ասել, անցում անցնելուց մի հատ կին, սենց խփեց ուսիս, սենց օրոք պտտվեցի, վախեցած, թե շատ լավ է սխալում ու ես անցումի այդ մեջտեղում են սենց ոյ շատ շնորհակալ եմ, սենց կանգնել եմ ու արդեն հասկանում եմ, որ կարմիր է ու պետք է անցնեմ սիգնալ են տալիս ինձ, էդ է եղել, երեխաներ են եղել ու իմ համար ամենաշոկայինը եղել է, որ իմ անունով բացվել է ֆանեջ։ Ես սենց սկզբում մտածում եմ ընկերներս են կատակում, հետո հասկացա, որ չէ, իրական 14 տարեկան աղջիկ է, ով բացել է իմ անունով ֆանեջ ու ես ավելի եմ մոտիվացվել դրանով ու հաստատ ավելի շատ կանեմ, որ իրենց սպասելիքները արդարացնեմ։ Ձեզ։ Վատային արձագանքները։ Չէ, արձագանքները լավն են։ Մի անգամ նույնիսկ տենց սոցիալական ցանցով գրեցին, ասեցին Արշակ ջան, խնդրում ենք, Էլիզին շատ մի նեղացրա էլի։ Ասում եմ, բայց ես չեմ նեղացնում, ես ուղղակի իմ աշխատանքն եմ տանում, վերջ արձագանքները բայց շատ լավն են, իմ կերպարի հետ կապված, որովհետև իմ կերպարը համարյա 95%-ով ինձ նման է։ Ես ոնց կամ կյանքում նույն ձևի իմ կերպարն էլ այդպեսի։ Արձագանքները շատ լավն են, քո նման մարդիկ պետք է շատ լինեն, բարի մարդկանց կարիք ունեն, ես աշխարհը վերջը, հələ որ բացասական բան չեմ ստացել։ Դե եկեք հասկանանք ինչ ենք սպասում 26 թվականից եւ ինչ կմաղթեք հեռուստադիտողին ու նաեւ ձեր հեռուստադիտողին։ Մեր հեռուստադիտողին ես խնդրում եմ, որ համբերատար լինեն, որովհետեւ շատ ինտրիգային է լինելու ամեն ինչը, ժողովուրդ ջան, սպասեք 26 թվականին շատ հետաքրքիր է լինելու,
այդ բացահայտումներ, ինչ որ ապրումներ, դերասանների, կերպարների հետ կապված զարգացումները շատ լավն են լինելու, ուղղակի հետևեք մեր սերիալին եւ ականատես կլինեք հրաշքների։ Ես էլ եմ մաղթում, որ լինեն մի քիչ ամփերատար եւ մեզ վերաբերվեն որպես դերասաններ, ովքեր կատարում են իրենց աշխատանքը, ոչ թե մարդիկ, ովքեր իրական կյանքում են։ Եվ ուզում եմ, որ բոլորիս համար խաղաղ եւ ուրախ տարի լինի 2026 թվականը։ Դե թող այդպես է լինի։ Եվ մենք շնորհավորում ենք Գալիկ Ամանորի եւ Սուրբ Ծննդի առթիվ եւ մաղթում լավագույնը։ Շնորհակալություն ձեզ էլ։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն հիմա Կարճ դադար, որից հետո վերադառնանք եւ շարունակենք։ Դե սիրելիներս պետք է արդեն ձևավորենք մեր համմեղագույն աղցանը։ Ահա ես փորձեցի այս ընթացքում այն պատել եւ մայոնեզով եւ թթվասերով։ Հիմա պետք է փորձենք այս ձևամանը հանել։ Ահա, այսպես։ Տեսեք որքան գեղեցիկ է մեր առաջարկը, այսպես, եւ այս համեղ բանջարեղեններով փորձենք այն ձևավորել։ Ես բողկը այսպիսի ձևավորում եմ տվել, չեմ հեռացրել ոչ մի հատված, բայց այն լավ մաքրած է, լավ լվացած է, այնպես որ չխուսափեք այս գեղեցկությունից, սա բնության շքեղությունն է։ Եկեք գեղեցիկ տեղադրենք մեր ուրեմն աղցանի վրա, ինչ որ ձևավորում տանք, միտքը արդեն ձեզնից է կախված, ինչպիսի ձևավորում կցանկանաք ունենա ձեր աղցանը։ Ահա այսպես, ես փորձեմ իմ տարբերակով ձեզ առաջարկ անել։ Ահա, այսպես, հաջորդը, այս մյուսը, ահա այսպես, թեկուզ այսպես մնա, այստեղ լոլիկ ավելացնենք, կտրատված տարբերակ ավելացնենք, ահա, մեկ տարբերակ ևս այստեղ կավելացնեմ, այսպես, լոլիկ, լոլիկ, բողկ, այս տարածքում ևս մեկը, Եվ այստեղ ունենք բիոկանաչի, եկեք բիոկանաչիով էլ գեղեցիկ ձևավորենք այն։ Շատ գունեղ եւ գեղեցիկ կանաչի է սա, իհարկե սրանք էլի բանջարեղենային ուրեմն բույսեր են, արևած աղկի սերմ է, բողկի սերմ է, կոնկրետ հենց սա բողկի սերմ է, այնպես որ կարող եք գնել խանութներից եւ այսպես գեղեցիկ ձևավորել, զարդարել ձեր օրվա աղցանը։ Ահա այսպես։ Տարբերակը կարծում եմ հետաքրքիր է, գեղեցիկ է, կարելի է արանքում սամիթի ճյուղեր էլ ավելացնել ըստ ցանկության, այսպես, որպեսզի շատ ավելի շքեղ եւ տոնական դառնա մեր այսօրվա աղցանը։ Այսպես սիրելիներս, փորձեմ մոտեցնել, որ ավելի տեսանելի լինի ձեզ, այսպես, և այս կողմից տեսեք, և մյուս կողմից, ահա այսպես, սիրելիներս պատրաստեք, վայելեք, օգտվեք յուրաքանչյուր պահից և առիթից, և իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում, կհանդիպենք։ Շնորհակալ ենք Ադրինեին եւ այս ամենը կհամեմենք Բրիզով ռոզե փրփրուն գինին, որը ներկայացնում է Իջևանի գինու գործարանը համեղության հետ միասին երազանքները կատարում են հենց կես գիշերին Բրիզի հետ նաեւ։ Իր տոնական տաղավարով Իջևանի գինու գործարանը ներկայացված է Հանրապետության հրապարակի հարակից պուրակում։ Այստեղ կարող եք ծանոթանալ Իջևանի գործարանի արտադրանքի ամբողջ տեսականուն, վայելել տոնական մթնոլորտը եւ ընտրել գեղեցիկ նվերներ ձեր սիրելիների համար։ Տաղավարը կգործի մինչև հունվարի 14-ը։ Մի մոռացեք նաեւ մարզվելու մասին, իսկ մարզվել պետք է հենց այն վայրում, որտեղ կան շատ ու շատ առաջարկներ, 15% զեղ ճակվատեկում եւ բոլոր փաթեթների համար։ Նաեւ իհարկե մեկնարկում է խաղարկության շրջանը։ Ձեռք բերեք 3-6
6-12 ամսյա փաթեթները տոնական զեղչերով եւ ստացեք պարտադիր նվերներից մեկը՝ հեռուստացույցներ, հեռախոսներ, պլանշետներ, թեյնիկներ, արտուկներ, վարսահարդարիչներ, նվեր-քարտեր, փաթեթներ ու բազմաթիվ հետաքրքիր նվերներ։ Մեր ամանորի հրաշքը տաղավարում ստացել է Նատյուրմորտ Events-ը, այն ինչ նրանք ստեղծում են կոչվում է արվեստ, հարսանյաց, կորպորատիվ, անհատական եւ այլ բոլոր ֆորմատների միջոցառումների ձևավորում, տոնական, թեմատիկ, սեզոնային ձևավորում, կոմերցիոն եւ անձնական տարածքներում, խանութ սրահներում, ռեստորաններում, հյուրանոցներում կամ հենց ձեր տներում, հետաքրքիր կոմպոզիցիաներ եւ մրգափնջեր, ծաղկային գլխազարդեր եւ աքսեսուարներ։ Գտեք ամենակրեատիվ եւ յուրօրինակ աշխատանքները ու ձևավորման ամբողջ ընթացքը կարող եք տեսնել Նատյուրմորտ Events-ի Instagram-ի, Facebook-ի եւ TikTok-ի էջերում։ Հեռախոսահամար 055 408 890։ Արև բացիկները կտան ձեզ ամանորյա հրաշքի զգացողությունը եւ ձեր էմոցիաները սիրելիներին։ Բացիկները հարցրեք քաղաքի լավագույն սուպերմարկետներում, ծաղկի եւ իհարկե քաղցր սրահներում։ Եվ կարող եք ձեր լավագույն առիթները վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Master Right Barbershop-ն էլ պատրաստ է տղամարդկանց տալ այդ ծառայությունը, որը ձեզ կդարձնի առավել գեղեցիկ ու հետաքրքիր։ Master Right-ը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Ոչային եւ տարբերվող էլ կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ գտեք ձեր ամանորի գեղեցիկ լուքերը Դաֆնիում։ Դե ինչ, նախատոնական տրամադրությունը ավարտում ենք մենք մեր եթերի հետ միասին, իսկ վաղն արդեն տոնական տրամադրությամբ ու տոնական եթերով նորից ձեզ կասենք բարի լույս, իսկ վերջում չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։